Բարի լույս և բարի առավոտ ձեզ, հարգելիներս, առավոտյան ժամը 9-ը, արթնացել եմ, հիմա ուզում եմ գնամ խոհանոց սուրճ պատրաստեմ, օրս սկսեմ սուրճով, դրսում ունես սուրտա ժողովուրդ ջան, սեղանին էլ միայն թողել եմ չոր և քաղցր սեղան հարգելիներս, այսինքն կանֆետներ, չրեղեն և չարասեղեն, դե սա էլ երևի կհավաքեմ արդեն, Էլենս և Արամիկս չեն ուզում, որ հավաքեմ, քան հետաքրքիր է, ինչ-որ բան վերցնում եմ սեղանից, չեն ուզում, որ ամանորը վերջանա, չեն ուզում, որ այս սեղանը վերանա այստեղից հարգելիներս, իհարկե սպասքը, սնունդը, երեկ ուզում էի, որ հավաքեի այս բաժակները, ափսեները, Արամիկն ու Էլենն ասում են, մի հավաքի, թող մնա, սենց լավ է, այնպես էլ չի, որ Արամիկս լավ ուտում է ժողովուրդ ջան, ասեմ, այս քանի օրվա ընթացքում կզարմանաք էլ, որ ասեմ, Արամիկս կերցրել է մեր տանն այլ երեխես, ձվածեղ եմ արել կերել է, այսօր էլ պետք է հատուկ իր համար սովորական վերմիշելով սուպ պատրաստեմ, որ ուտի, ոչ մի բան չի ուտում, ոչ մի բան, ու սեղանին էլ ընդհանրապես մոտիկ չի գնում, այդ տեսակի երեխա է Արամիկս, հիմա այս չրերից տանեմ խոհանոց, որ սուրճ պատրաստեմ, սուրճը խմենք, այս չարազից էլ տանեմ, դե այստեղ այնքան, որ մի կողմի վրա միայն դրել եմ այսպիսի բաներ, դեռ հյուրեր ունեմ գալացող հարգելիներս, դրա համար թողել եմ, դե արդեն կամաց պետք է հավաքվի, երևի վաղը կամ այսօր երեկոյան սեղանս կհավաքեմ, բայց էլի հավաքելուց հետո էլի թողնում ենք հարգելիներս, միրգը, չարազը, կանֆետը, խմորեղենը, սիրուն ցելոֆան եմ քաշում վրան, դնում եմ սեղանին, որպեսզի փոշի չնստի վրան։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ կա տանը, դե հիմա բոլորիս տներում էլ ամեն ինչ կա, մենակ մեր տանը չի, խմորեղենից, կանֆետից, ամեն մի քաղցր տեսակ կա սուրճ խմելու համար, բայց էլի մենք մեր սուրճը խմում ենք մեր բնական չրերով, իմ պատրաստած չրերով ենք խմում, այդ քաղցր խմորեղենները բոլորը մնացել է, հիմա պետք է լցնեմ առանձին ամանների մեջ, փակ ամանների մեջ, որ դնեմ սառցարանում, շատ խմորեղեններ է մնացել,
Երեխաներն էլ չեն ուտում։ Արամիկս, որ ընդհանրապես մոտիկ չգնաց, մի քաղցր բան չկերա։ Սուրճն էլ պատրաստ է։ Սարք դնեմ այստեղ, որ հետո լվանը։ Այստեղ ուրեմ խմորեղեն եմ լցրել սամանի մեջ, նայեք ամեն խմորեղենից մի 2-3 կտոր դրել եմ, ասա էլ վերանը կծածկեմ ու կդնեմ սարսարանում, ու այսպես էլ երկար ժամանակ մնում, ասեմ, հետո հանելուց հետո ոնց որ թարմ խմորեղեն լինի։ Այստեղ էլ է խմորեղեն մնացես, այլ դնեմ էլի այստեղ, հավաքեմ այս սինիները։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, այս քանի օրը ես երևի 2 կտոր խմորեղեն եմ կերել, հաշված սուրճի հետ, 2 կտոր, ոչ ավել։ Մի հատ փախլավա եմ կերել, մի հատ էլ այս խմորեղենից, իմ պատրաստած խմորեղենից, որ այնքան համով էր ժողովուրդ ջան, այնքան շատ համով էր ընկույզով և կրեմով, մենակ դրանից եմ կերել, այստեղ էլ գաթաներ կա, սրանք էլ տեղավորենք այստեղ, սա է կմնային այստեղ, սա սենապում, այստեղ ուզում եմ մի հատ մաքրեմ, հայց որ ամեն օր դասավորում ենք, մաքրում ենք, այստեղ ունենք այս համով պեչենիներից, թոստեղ մնա, այստեղ էլ մի 2 կտոր սենց, ուրեմ ասեմ, շուրները մնաց է, սա էլ կլսնեմ ապսեի մեջ, կդնեմ խոհանոցում սուրճի հետ, այստեղ էլ կա խմորեղեն, սենց մեծ սկուտեղով դրել էի սեղանին,
Դե ընթացքում ավելացրել եմ ժողովուրդ ջան, բայց էլի մնացել է։ Սա էլ այս սառը սեյնակում է, թող մնա, էլի մենք օգտվենք, հյուրեր կունենանք, կհյուրասիրենք։ Դրա համար եմ ասում խմորեղեններս մնացել է։ Ու միայն ոչ խմորեղենները շատ ուտեստներ հարգելիներս։ Շատ ուտեստներ, սոկեր, ջրեղեն, շատ ուտեստներ մնացել է։ Սրանք էլ երշիկեղեններն ա, որ մնացել է։ Դրել եմ, որ սա էլ դնեմ սառցարանում։ Ստեղ էլ նորից լցրել եմ, թարմացրել եմ։ Թող մնա այս սառը սեյնակում, կարող է եւ նորից հյուրեր լինի, դնեմ սեղանին։ Ամեն ինչից սենց կտրած դրել եմ ժողովուրդ ջան։ Այստեղ նորից վարուն կավելացնեմ։ Հարգելիներս, այստեղ էլ մաքրեցի, չնայած որ ամեն օր մտնում ենք, մաքրում ենք, նոր ասեցի, դե որ ինչ որ մի բան այստեղից վերցնում ենք, բնականաբար պետքա թափվի։ Հաց ենք թրջում, կտրտում ենք, այստեղ սառն այնքան հարմար է, ամեն ինչը այստեղ եմ բերում։ Հիմա բոլորը սենց դասավորել եմ, մաքրել եմ, մի հատ մնում է, բայց անպայման հատակը սրբեմ, խոնավ շորով, այնտեղ մրգերն է, շոր եմ գցել վրան աթոռի շորերը, որ չսառի, որովհետև այստեղ շատ սառն է, ժողովուրդ ջան, իրոք սառը սեյնակ, հենց էսա, սենց մաքրեցի, հիմա գնամ խոհանոցս մաքրեմ։ Ես էլ իմ աղջկա Էլենից ջիպն է, ժողովուրդ։ Հələ տեսեք ինչ ձև է սարքի ամուսինս, որ նստած քշում է հովերբորդ, հա, այդպես են ասում, մի 2 տարի կանգնած է քշե, հիմա տենց սարքել է, հələ տեսեք ինչ հետաքրքիր է, նայեք։ Նստում է ու քշում է, ու ցույց տամ որտեղ է քշում, այս ինչ որ սարքել ամուսինս, ասում եմ ջիպ, երեխաներս խնդում են, մեր փողոցում Էլենս քշում է։ Փողոցն էլ որ սարքած է, քան հարմար է քշելը, մինչ սարքելը միշտ տանն է քշել հյուրասեյնակում, կամ թեկուզ այստեղ նստել է քշել է։ Դե հիմա որ մեծացել է, այդքան չի էլ օգտագործում, բայց էլի հարմար է որ նստում է։ Մի անգամ գաղտնի կնկարեմ, կտեսնեք ոնց է քշում։ Չի սիրում, որ իրան նկարում եմ, հարգելիներս, ընդհանրապես չի սիրում, որ YouTube-ում երևա, խուսափում է, բայց մի անգամ գաղտնի կնկարեմ, կտեսնեք։ Ասում եմ գաղտնի, բայց ծիծաղում եմ, որովհետև ինչքան էլ գաղտնի նկարեմ, ինքն է այս բոլոր տեսանյութերը ինքն է հավաքում, ինքն է տեղադրում YouTube-յան ալիք, էլի չեմ կարա։ Ուղղակի հետաքրքիր է, այնքան լավ է քշում, այնքան լավ թորնիկներս չեն կարողանում նստեն, որովհետև պետքա կարողանան կառավարեն, այս կողքերը նայեք, չգիտեմ, էլի սրանով պետքա կարողանան կառավարեն, որ նոր կարողանան քշեն։ Ես էլ Էլենից ջիպը բերել ենք, դրել ենք այստեղ։ Դե արդեն այստեղից էլ դուրս գամ ես արդեն։ Գնացինք, Արամիկից տանում ենք իրանց տուն։ Լիդուշիկս էլ ա եկել, Լիդուշիկն էլ ա եկել հոգուրի տուն, ասում ինձ էլ ներկայացրա, որ եկել եմ։ Արամիկ գնացիր։ Էլեն ջան, բա դուրը։ Դե գնացինք, եկեք սենց մանգալով, քայլենք, գնանք, արեք, Արամիկ, արի, մենակս գույս չնգնեք, բայց սապոկ բերել ես դու,
Ստեղա մեր տունա։ Չէ, դու տատի այս տնից տենց ես եկել։ Հա, ոչինչ, այն մաքուր կողմով գնացեք, այն որ ձյունա, Լիդուշիկ ջան։ Լիդուշ, այն կողմով գնացեք։ Լիդուշ ջան, զգույշ գնա, չընկնես։ Լիդուշ, զգույշ գնա, չընկնես։ Որովհետև սղում է։ Հələ նայեք։ Որտե բանսանագալ է ես այդ հա։ Դե գնացի, Արամի ջան, գնա։ Զգույշ։ Այստեղ լավ սամցը։ Էրեն այստեղ լավ սամցը։ Հա, զգույշ քայլեք։ Որոշեցինք, որ քայլելով գնանք։ Թող երեխեքն էլ սենց քայլեն։ Էլեն, զգույշ, դու անում ես երեխեքն էլ կանեն, հեսա կընկնեն։ Եկանք հասանք, չէ Արամիկ։ Ահա։ Ստե մի հատ ոտերները սրբեինք, հետո մար դե գնա։ Եկել եմ մի հատ է սուրճ խմեմ, աղջիկաս տուն։ Ու եթանք, ոտվոտ եկել ենք, ոտվոտել եթանք։ Նայք, ժողովուրդ ջան, Արամիկին տանել ենք, Միլենան եկել է։ Նուշիկ տատին կլևանա։ Չէ, քել գնանք հիմա մաքրենք մի հատ, քել գնանք, ցուրտ է։ Դե բացեք մտնենք։ Հալեց, չէ։ Ահա, ձյունը հալում է։ Ջունի իջնում է դանել։ Ահա, հետո։ Ջան։ Երկի։ Դե գնացեք։ Գնացեք։ Լիդուս ջան, հանիտ է, որ տանեմ լվանամ լատիկներ, տարևս ցեխա, հա։ Հագել է դեպորտներ ջան, հավերն էլ ածել են, նոր սկսել են իմ հավերը ածել, արդեն մի 3 օր կլինի, որ արդեն ածում են, բայց այսօր արդեն շատ էին ածել 5 հատ, որովհետև մինչ այդ ածում են 1 կամ 2 հատ։
սրբեմ արդեն տեղավորեմ սառնարանը։ Ժողովուրդ ջան, որ հավերը չեն ածում, ջղայնանում եմ, բռնում եմ, մորթում եմ, ասում եմ պիտի վերացնեմ, հենց որ սկսում են ածելը ուրախանում եմ, ասում եմ պիտի ուրեմ գարունը նորից ավելացնեմ։ Սա էլ երեկվա ծաղիկից էր, Լուսինեից տանից մի ճուղ բերեցի, դե ես որտեղ որ գնում եմ պետք է անպայման ծաղիկ բերեմ, եթե դուրս եկավ պետք է անպայման մի ճուղ բերեմ։ Լուսինեն ասաց, որ սա պետք է դնենք արմատակալի, ջրի մեջ նոր տնկենք, դե հլը տեսնենք, փորձենք։ Թող մնա այստեղ արևկոմը դրա համար։ Երեք բերել էի խոհանոցի լուսամուտիներ դրած, բայց այստեղ արևկողմը երևի ավելի շուտ արմատ կտա։ Ահա, թող մնա այստեղ։ Այս տնակներն էլ են սա պատրաստել։ Սա անցած տարի է պատրաստել, այս տարի էլ այս տնակն է պատրաստել։ Պատրաստել է թղթից, տեսեք ինչքան սիրուն է պատրաստել ու հավես ունի այսպես սարքելու, նկարելու, ամեն ինչի հետ։ Ու հետաքրքիրն է, հարգելիներս, նայեք, տնակի մեջ էլ գումար է դրել իր համար, վերև դրել է հենց այս տնակի մեջ դուռն էլ բաց է, նայեք, այնքան հետաքրքիր է, նայեք, դուռը բացվում, փակվում է։ Այս ամանորին գումար շատ է ստացել, դե որպես մեծ երեխա, մեծամասնությունը գումար են նվիրել, որ ինքը ինչ ուզում է, թող իր համար առնի, բացի նվերից իհարկե շատ գեղեցիկ նվերներ է ստացել, դե հետն էլ գումարանվեր ստացել, բերել է դրել է այստեղ։ Երեխեն ու սենց էլ ասում մամա մի փակի դուռը, թող մնա։ Սա էլ Էլենից պատրաստված տնակը։ Այս էլ ինքն է դրել վերեն։ Հետաքրքիր է սրա իմաստը, պետք է հարցնեմ։ Այ Էլեն ջան։ Հարգելի հետևորդներ ջան, դե բոլորս գիտենք, որ այսօր Սուրբ Ծննդյան օրն է։ Հիմա պետք է գնամ խոհանոց, պատրաստեմ բրինձով չամիչով փլավ եւ ձուկ, ձուկը նախապես առավոտյան հանել եմ սարսարանից, հիմա պատրաստ է, որ գնամ դնեմ ջեռոցը։ Եվ մինչ պատրաստելը ուզում եմ ավարտեմ այսօրվա հոլովակը։ Եվ շնորհակալ եմ բոլորիցդ միջև վերջ հոլովակը դիտելու համար, մեկնաբանությունների համար, շնորհավորանքների համար եւ նորից եմ ուզում ասեմ այն մարդկանց, որ դիտում են առանց բաժանորդագրվելու, դժվար չի բաժանորդագրվելը, մեկնաբանություն գրելը, հարգելիներս, եւ ես նախապես ձեզ ասում եմ շնորհակալություն։ Եվ ինչ, այսքանով էլ ավարտեմ եւ ձեզ ասեմ շնորհավոր ձեր նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։